Հարգելի գործընկերներ, հարգելի ակտիվիստներ, հարգելի համայնքային ակտիվիստներ, հարգելի ֆերմերներ, հարգելի էկոակտիվիզմի ակադեմիայի շրջանավարտներ, մենք ի վերջո մի քանի օրվա, երկու օրվա աշխատանքից հետո եւ նախորդ բազմաթիվ ամիսների աշխատանքից հետո եկանք այսօր այն հանգրվանին, երբ որ պետք է ընթերցենք Հայաստանի կանաչ խորհուրդների դաշնության հռչակագիրը եւ դրանով ազդարարենք կանաչ խորհուրդների դաշնության հիմնադրման մասին։ Հայկ ջան, ես կընթերցեմ կանաչ խորհուրդների դաշնության հռչակագիրը եւ այն ուղղված է լայն հանրության, այն ուղղված է բոլոր այն համայնքներին, բոլոր այն համայնքային ակտիվիստերին, ովքեր յուրաքանչյուր օր պայքարում են թե իրենց համայնքի շրջակա միջավայրի պաշտպանության, թե իրենց համայնքում սոցիալական արտարության պահպանման եւ թե իրենց բարեկեցության համար ու այսպիսով կանաչ խորհուրդների դաշնության հռչակագիր։ Էկոակտիվիզմի ակադեմիայի շրջանավարտները, համայնքային ակտիվիստները, բնապահպանները, կանաչ տնտեսվարողները եւ սոցիալական ձեռներեցները, զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչները, գյուղացիության ներկայացուցիչները եւ ֆերմերները, արդյունաբերության ոլորտի աշխատավորները եւ այլ շահագրգիռ համախոհները առաջնորդվելով շրջակա միջավայրի պաշտպանության, բնության եւ մարդու փոխկապակցության ու ներդաշնակության, բնական ռեսուրսների կայուն օգտագործման եւ հաջորդ սերունդների բարեկեցության, սոցիալական եւ էկոլոգիական արդարության, մարդու իրավունքների խտրականության բացառման, տեղական եւ ազգային մակարդակներում մասնակցային ժողովրդավարության եւ հաշվետու կառավարման, իրավագիտակից համագործակցային ու պահանջատեր քաղաքացիության, քաղաքացիների առաջնորդությամբ համայնքների կանաչ կայուն զարգացման արժեքներով, հաշվի առնելով Հայաստանի եւ Հայաստանի համայնքների առաջ ծառացած հետեւյալ մարտահրավերները, երբ մենք ապրում ենք իբրև մարդն անջատ է բնությունից, արդյունքում հողերը դառնում են անապատ, գետերը ցամաքում են, կանաչ տարածքները կրճատվում, օրը եւ ջուրը աղտոտվում, կլիմայական փոփոխությունները եւ բնական աղետները նոր ռիսկեր են ստեղծում մարդու եւ շրջակա միջավայրի համար, կրթական եւ մշակութային համակարգերը չեն նպաստում պատասխանատու եւ հոգատար վերաբերմունքին շրջակա միջավայրի հանդեպ։ Մեր տնտեսությունը չի ծառայում մարդկանց, տնտեսական աճը չի վերածվում մարդկանց իրական բարեկեցության, ռեսուրսների անարդար բաշխումը հանգեցնում է հարստության կենտրոնացմանը, հասարակության փոքրամասնության ձեռքերում։ Աղքատությունը այդպես էլ չի հաղթահարվում։ Կորզման, գերշահույթի եւ մարդկանց շահագործման վրա կառուցված անպատասխանատու բիզնեսը վնասում է մեր համայնքներին, թողնելով աղտոտված կենսամիջավայր եւ սոցիալական անհավասարություն։ Տնտեսության կառուցվածքում բազմազանության ու կայուն եւ այլընտրանքային ուղղությունների պակասը հանգեցնում է համայնքների եւ նրա բնակիչների սոցիալական կախվածության եւ խոցելիության։ Տնտեսական ներկայիս մոդելը խախտում է բնության հետ ներդաշնակությունը եւ բացառում ռեսուրսների երկարաժամկետ հասանելիությունը հաջորդ սերունդների համար։ Փոքր եւ միջին բիզնեսը, փոքրածավալ գյուղատնտեսությամբ եւ արհեստներով զբաղվողները, ֆերմերները, սոցիալական ձեռնարկատիրությունները, նորարար ձեռներեցներն ունեն զարգանալու սահմանափակ հնարավորություններ։ Գյուղացիության, պաշտպանության եւ աջակցության պետական գործուն քաղաքականության եւ օրենսդրության բացակայությունը հանգեցրել է գյուղականության ճգնաժամի։ Գյուղացին կորցնում է ապրուստի հնարավորությունները, ապագան չի կապում գյուղի եւ գյուղատնտեսության հետ։ Աղքատությունը ու արժանապատիվ աշխատանքի բացակայությունը ստիպում են մարդկանց լքել իրենց գյուղերն ու երկիրը։ Արդյունաբերության, շինարարության, ծառայությունների
եւ այլ ոլորտների աշխատողները պաշտպանված չեն։ Օրենսդրությունը անհամաչափորեն պաշտպանում է բիզնեսին։ Արմիությունները գործում են ձևական, արկա օրենսդրությունը չի նպաստում նրանց հզորացմանը։ Խտրական վերաբերմունքն ու պրակտիկաները թողնում են խոցելի խմբերին առանց ձայնի ու հնարավորությունների հավասարության։ Արդարադատության համակարգի նկատմամբ ցածր վստահությունը, իրավունքների խախտումների եւ խտրականության դեպքերում պաշտպանության օրենսդրական արդյունավետ մեխանիզմների բացակայությունը թույլ չի տալիս հասարակության մի զգալի մասին լիարժեք իրացնել իրենց կարողությունները եւ մասնակցել հանրային ու քաղաքական կյանքին։ Աղտոտված հողը, ջուրը, օդը, անորակ սնունդը հանգեցնում են հիվանդությունների աճին, վտանգելով մեր երեխաների ապագան։ Առողջապահության ոչ մատչելի լինելը, հիվանդությունների կանխարգելման համակարգի թերացումը, առողջ ապրելակերպի անհասանելիությունը եւ կրթության պակասը թույլ չեն տալիս պատշաճ արձագանքել առողջապահական սպառնալիքներին։ Տնտեսական հնարավորություններն ու բազային ենթակառուցվածքներն առավելապես կենտրոնացած են Երևանում եւ ավելի քիչ նաեւ մարզկենտրոններում։ Մարզային համայնքներն ու սահմանամեծ գյուղներն անտեսված են ու դատարկվում են։ Տարածքային անհամաչափ զարգացումը անարդար է, սպառնալիքներ է ստեղծում երկրի անվտանգության ու կայուն ապագայի համար։ Ներհամայնքային եւ միջհամայնքային տրանսպորտի սպասարկման վատ որակը կամ նրա բացակայությունը, թափոնների վատ կառավարումը, կանաչ եւ հանրային տարածքների պակասը, կեղտաջրերի մաքրման կայանների ստանդարտների համապատասխանող աղբավայրերի աղբի տեսակավորման եւ վերամշակման գործընթացի բացակայությունը մեր համայնքները դարձնում են ապրելու համար անբարենպաստ, անառողջ եւ անհարմար։ Երևան քաղաքում անվերահսկելի աճը հանգեցնում է այս խնդիրների խտացմանը եւ ճգնաժամերով հղի իրավիճակի։ Անվտանգության եւ դիմակայունության տեսանկյունից անտեսվում են հանրային համերաշխությունը, ապրանքների եւ ծառայությունների համաչափ հասանելիությունը, հողի եւ ջրային ռեսուրսների կառավարումը, պարենային ինքնաբավությունը, էներգիայի եւ այլ ենթակառուցվածքները, թվային եւ տեխնոլոգիական ռիսկերը, ինչը դարձնում է երկիրն ավելի խոցելի։ Տեղական ժողովրդավարությունը չի կայացել։ Թիմերն անկախ չեն եւ չունեն բավարար լիազորություններ։ Քաղաքացիական մասնակցության մեխանիզմների եւ մշակույթի բացակայության պատճառով քաղաքացին դուրս է մնում իր իսկ ապագան որոշելու գործընթացներից։ Թիմերը անտեսում են հանրային շահը եւ իրական որոշումները կայացվում են փակ դռների հետևում առանց թափանցիկության ու հաշվետվողականության։ Համոզված լինելով, որ այս մարտահրավերներին արձագանքելու համար Հայաստանի Հանրապետության եւ ՀՀ համայնքների համար հրամայական է կանաչ քաղաքականության որդեգրումը եւ իրականացումը։ Սույն հռչակագրով ազդարարում են կանաչ խորհուրդների դաշնություն ակտիվիստական ցանցի հիմնադրումը, որն իր առաքելությունն է հռչակում, համայնքների համախմբմամբ եւ քաղաքացիների կոլեկտիվ գործողություններով պաշտպանել շրջակա միջավայրը, զարգացնել տեղական ժողովրդավարությունը, խթանել սոցիալական արդարությունը եւ ջատագովել կանաչ քաղաքականությունների ներդրումը Հայաստանի Հանրապետության համայնքներում եւ Հայաստանի Հանրապետությունում։ Շնորհավոր։ Bravo.